Ինչի կողմից այլընտրանքային խափամիջոցը նրանց մրելու վերաբերյալ, մասնավորապես այն տիրույթում, երբ ամսի 3-ի նույն էր որոշման, վերադաստալացի որոշման, վերացվել է կոնկրետ տվյալ խափամիջոցը, այլընտրանքային խափամիջոցը, մասնավորապես հետևյալ հիմնավորումներով որոշման մեջ նշված է նույն օրենսգրքի 38 հոդվածի համաձայն միջտեղական վայրկացնում վերադաստ ադախազը վերացնում հսկող ադախազի անօրինական կամ անհիմն որոշումները և հանձնարարությունները։ Ըստ էության փաստացի ընդունել է այդ հանգամանքը պատվարժան դատարան, որ կայացվել է որոշում և դա վերադաստ ադախազի կողմից վերացվել է, բայց այս ընթացքում պատվարժան դատարան Վարդան Ղուկասյանը ըստ էության գտնվել է կալանքի տակ։ Մենք տարբեր միջոցներով, օրինական, խելադարավարական գործիքով օգտագործելով տարբեր միջոցներով համապատասխան միջնորդություններ ներկայացրել ենք, սակայն այս բանը տեղեկացնեմ, որ ներկայացվել է նաև դատարան հանդուրժության դեմ կատարված գործողությունները։ Սակայն պետք է ասեմ, որ այս բանը դուք եք իրականացնում արնել, թե պարագայում մեր կողմից ներկայացված այդ միջնորդությունները վարդիրականացնում ամենահանդիսանում էր կյանքչագանը, այս դեպքում դուք եք վարդիրականացնում արնել և դուք պարտավոր եք արձանագրել այդ հանգամանքը և ըստ էության, եթե անձի վերաբերյալ ընտրված է այլընտրանքային խափամիջոց, այս նույն ռեժիմով չի կարող երկարացվել, այսինքն այս դեպքում պետք է անձը ազատ արձակվել և նոր հանգամանքի այդ տարող պայմաններում իրականացնել այդ փոփոխությունը, նույն դեպքում քանի որ երիկայությունում դուք եք այս բանի վարդիրականացնում արնելը, դուք պետք է հանգամանք հաշվի առնել և կայացնել համապատասխան որոշում անձին ազատ արձակելու վերաբերյալ։ Հաջորդ հանգամանքը պատվարժան դատարան ես կանոնադառնամ նաև հիմքերին, մասնավորապես կանոնադառնամ պատվարժան դատարանի ներկայացրած փաստարկներին։ Չի կատարի իր վրա տրված նաև վարույթի փոփոխության հետ կապված, վարույթային փուլերի փոփոխության հետ կապված։ Պատվարժան դատարան Վարդան Ղուկասյանի վերաբերյալ խափամիջոց կալանքը ընտրվել է անմիջապես ձերբակալումից հետո, այսինքն այդ բարձ է, որ այդ փուլում վարույթ իրականացնում ամեն կոնկրետ քննչական այդ բազմածավալ գործողություններ կա, եթե նույնիսկ ընդունենք այդ բանը, այսինքն փուլային տարբերությունը նույն մագարտակի դիտել կարծում եմ որ ժամի չէ, այն դրամաբանության, որ այդ փուլում հավաքագրվում են ավացույցներ, գործողություններ իրականացում, ավացներ են ձեռք բերվում, ակտիվ գործողություններ, բայց այդ փուլը համադրել, որ մեղադրանքի բոլոր ավացույցները արդեն հավաքված են։ Բավարար է գնահատել, չէ՞, մեղադրողը, որ գործը ներկայացրել է դատարան։ Հիմա այդ պայմաններում նույն հաղթության վրա կարելի է դիտել, կարծում եմ ոչ, դրա վերաբերյալ նաև Եվրոպական դատարանը բազում որոշումներ ունի կայացված, մասնավորապես առայն, որ ժամանակի ընթացքում նաև այդ յուրաքանչյուր ռիսկը, որը եղել է թեկուզ այդ սկզբնական փուլերում բարձր, ժամանակի անցում այդ ռիսկերը նվազում են։ Իսկ առհասարակ փուլային փոփոխության դեպքում, երբ ամբողջությամբ հավաքված է մեղադրանքի բոլոր ավացույցները և գործը ներկայացվել է դատարան, մասնավորապես նոր հանցանք կատարելու, ինչպես նաև գործին կոչնորելու ռիսկերը էականորեն նվազում են։ Հիմա անդրադառնամ կոնկրետ այն հանգամանքին, թե ինչ է ասում պատվարժան մեղադրողը, որ կարող է ազդել վկաների վրա, ինչպես գործընկերս նշեց, պատվարժան 17 վկաներից և ոչ մեկ ուղիղ, այսինքն մեղադրական բնույթի ցուցմունք չի տվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Այդ պայմաններում արդյոք Բոժամիր է գնահատել, որ Վարդան Ղուկասյանը այս հանգամանքներով պայմանավորված հայտնվելով ազատության մեջ, նորից դիմի ինչ-որ մի քայլի քաշ գիտակցելով, որ իր վրա տրված պարտականությունները, այսինքն թեկուզ խոչընդոտելու հանգամանք հաշվի առնելով, նորից կհայտնվի անազատության մեջ այդ պայմաններում։ Արդյոք Բոժամիրը դա գնահատել։ Նամանավանդ, արդյոք անհրաժեշտ է դրա անհրաժեշտությունը, առկա է դրա անհրաժեշտությունը, երբ ելեմ կրկնում, այդ 17 վկաներից և ոչ մեկ մեղադրական բնույթի ցուցմունքներ չի տվել վերջինիս նկատմամբ, ուղիղ ցուցմունքներ։ Մյուս հանգամանքը պատվարժան դատարան, եթե նույնիսկ պայմանական ընդունենք, այդ մանրանկացությունները արդեն արձանագրված են, առկա են։ Պայմանական ընդունենք, ինչ-որ փոփոխություններ կլինեն այդ ցուցմունքների մեջ, արդյոք դա անհրաժեշտ չի գնահատել։ Կարծում եմ, որ այդ հանգամանքների համադրություն ամբողջությամբ փարատում են բոլոր կասկածները, որոնք ներկայացվեց Հարվեժան մեղադրողը։ Հաջորդը նոր հանցանք կատարելու հետ կապված Հարվեժան մեղադրողը մի քանի հանգամանքներ նշեց, մասնավորապես հիմնականում
այդ հանգամանքը կապեց այս նույն դատանում քննվող մեկ այլ գործով, սակայն ես անհատացել եմ պատվաժան դատան, հենց այդ եվրոպական դատանի մի քանի որոշումներ, դրանք շատ կարճ են ընթերց են, որոնք ուղիղ հակասում են այդ տրամաբանությանը, անձանցալին հղում անելը բավարար չի կարող համարվել արտարացնելու, նրան ազատ արձակելը, սա եվրոպական դատանի Յուլերն ընտեն Ֆրանսիայի գործով 1997 թվականի մարտի 17-ի թիվ 1102 93 կանգրատի վերաբերյալ է։ Իսկ հաջորդը եվրոպական դատանի վիցեն ընտեն Խորվաթիայի գործով 2014 թվականի հունվարի 31-ին 824.09 վճռով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ միայն նախկինում կատարված հանցագործության պաշտոնական բացահայտումը, այն է վերջնական դատվածությունը կարող է նույն հանցարան նախկինում դրսևորված լինելու հիմքով անձի նկատմամբ կալանքը որպես խախտամիջոց ընտրելու համար։ Միայն այն փաստը հիմք ընդունել, որ արկային անձին եւ դերևս ընթացքի մեջ գտնվող քրեական գործեր, որոնց անձը մեղադրում է հանցավոր արարք կատարելու մեջ, անխուսափելիորեն կվկայի այդ արարքի կատարման մեջ անձի մեղավորության մասին։ Նշվածը կհանգեցնի միաժամանակ քննվող քրեական գործով անձի հանրապետության կանխավարկածի սկզբունքի խախտման։ Այս համատեքստում պատվաժան դատան կարծում են, որ նոր հանցանք կատարելու ռիսկը այս պայմաններում ամենախիստ խափամիջոցի ընդրության և այլընտրանքային խափամիջոցի ընդրության համատեքստում կարող են ամբողջությամբ չեզոքացվել, եթե նույնիսկ առկա է։ Տեսեք, եվրոպական դատան ինչ ասում է պայմաններում, որ կոնկրետ գործին հեղում կատարելով դա ուղիղ ամենությամբ կանխավարկածի խախտում է։ Եվ այս պայմաններում նաև մեր դատարաններում հենց այդ հիմնավորումներով պատվաժան դատան արձանագրումներ առկա են բազում։ Հաջորդ հանգամանքը պետք է նշեմ հետևյալը, որ արդյոք տվյալ փուլի համար, եթե նույնիսկ ինչ-որ ռիսկեր կարող է լինել, բնականաբար դատանը դա պետք է քննադի, բայց մենք ներկայացնում ենք համապատասխան նոր քրեական դատավարության օրենսգիրքը այդ առումով շատ ճկուն է, ի տարբերություն նախկին օրենսդրության։ Այսինքն ունենք, տեսեք, այս դեպքում չունենք փախուստներից առհասարակ դատան ներդաշ են արձակվում, չունեն մեղադրող էր, խոսքում դրանք առհասարակ չանադարձավ, քանի որ դա առարգայազուրկ էր։ Հիմա ունենք խափամիջոցների տեսակներից տնային կալանք, վարչական հսկողություն, երաշխավորություն, ինչպես նաև պաշտոնավարման կասեցում։ Այդ խափամիջոցների տեսակները պատվաժան դատարան կարծում են, որ ամեն ռիսկի կապված կարող են իրենց ազդեցություն ունենալ, զսկելու այն բոլոր հնարավոր գործոնները, որոնք կարող են իհայտ գալ։ Հիմա այս դեպքում մենք դատանին որպես լրացուցիչ երաշխիք նաև ներկայացնում ենք երաշխավորներ, ովքեր իրենց հեղինակությամբ երաշխավորություն որպես երաշխավոր հանդես կգան, նաև դատանը կներկայացնեն և այդ անձանց իրենց հեղինակությունը նաև կարող է զսպել և չեզոքացնել այն բոլոր հնարավոր ենթադրյալ ռիսկերը, որոնք կարող են գոյություն ունենալ։ Ես ներկայացնում եմ դիմումներ, մասնավորապես Վահան Վարդանի Պիջախջյանի և Մհեր Ալբերտին Երկոնյանի Էսպայն երկուսի կողմից դիմումներն են առհասարակ, ովքեր նաև պետում են դավիճում պատվաժան դատան, ասում են Էսպայն հրավիրեք, որպեսզի վերջիններս պատգամավորներից հիմա ես ճիշտ եմ նաև Էսպանիայի ճիշտ եմ նաև ովքեր են ներկայացնել, ովքեր են պատրաստ կանել երաշխավորության և դիմումի տեսքով ցես կներկայացնեն։ Անհրաժեշտ է ընդմիջում հայտարարել։ Ես իմ երևույթս ունենամ, ես իրավունքունը չես պատգամավորներից Գարնիկ Դանելյան այստեղ, Գեղամ Նեմանուկյանը այստեղ և երեք պատգամավոր են, որոնք հիմա հենց պատրաստ են ստանձնել երաշխավորի պարտավորականությունները։ Այսինքն դատարանի դահլիճում գտնվում են, դատարանը իրենց կարող է արդեն այդ պահանջներով Ավարտեցիք դուք։ Ես ներկայացրեցի նաև երաշխավորությունը և ելի նորից պնդում եմ պատվաժան դատարան։ Ես նրանում եմ հատված, որ սույն գործով դատանը պետք է բեժի
քանի որ այս ռեժիմով չի կարող առհասարակ ազատի Վարդան Ղուկասյանի կալանքից, քանի որ ինչպես նշեցիք, վերջինս վերաբերյալ ընդրվել է անընդրանքային խափամիջոց, հետո վերացվել է, այսինքն այս պայթերությամբ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ չկա որևէ խափամիջոց ընդրել, այդ տրամաբանությամբ բացակայելու արդեն դեռ հարցերն չգիտեմ։ Բայց այնուամենայնիվ Բաբաջան չգիտեմ դուք ինչ որոշում կայացնեք, մեր խոսքը մեր ասածը հետևյալում է կայանում, որ այլընտրանքային խափամիջոցների կիրառմամբ, դրանց համառությամբ կիրառմամբ հնարավոր է ամբողջությամբ ապահովել Վարդան Ղուկասյանի իրավաչափ վարկագիծի դրսևորման, իրավաչափ վարկագիծը եւ կանխել դրա որոշ դրսևորման ռիսկերը։ Ես նաեւ միջնորդում ենք, որպեսզի տնային կալանք, հեշտականությամբ հաստատման տնային կալանք խափամիջոցի հետ նաեւ կիրառվի երաշխավորություն